Արդյունքն ու ցավը չէին ջլատել Գյումրեցու ուժերը։ Ավետիսյան ընտանիքի 6 անդամներին հուղարկավորելուց հետո պահանջելու ոճրագործության մեղադրյալին հանձնել հայ իրավապահներին։ Ժամը 17:00-ին լրացավ վերջնաժամկետը, որը գյումրեցիները տվել էին դատախազությանը։ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մի քանի անգամ ներս մտավ եւ դուրս եկավ Շիրակի մարզի դատախազության շենքից, քանի որ նրա խոսքերը չէին բավարարում հավաքվածներին, ստիպված էր խոսք տալ։ Որպես գլխավոր դատախազ եւ տղամարդ հավարի, ձեզ ասում եմ, որ ես 100%-ով միանշանակ դիմելու եմ այս պահանջով Ռուսաստանի գլխավոր դատախազին։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աճապահյանը նույնպես չկարողացավ համոզել փոթորկված գյումրեցիներին, որոնք կոնկրետ այսօր էին ակնկալում իրենց պահանջի կատարումը։ Մենք ցանկանում ենք, որ այդ ջիվաղը դասվի Հայաստանում եւ Հայաստանի օրենքներով։ Այդպես է։ Ուրեմն, որպեսզի նա դատվի Հայաստանում եւ Հայաստանի օրենքներով եւ նստի Հայաստանում։ Մի քանի ժամ դատախազության մոտ մնալուց հետո ներկաները որոշեցին շարժվել Գյումրիում տեղակայված Ռուսաստանի հյուպատոսարան։ Հյուպատոսարանի մոտ գյումրեցիներին սպասում էր ոստիկանական բանակը մահակներով, քարերն ընդդեմ մահակների, տարբեր կողմերից լսվում էին պայթյուններ, բախումներն այս պահին դեռ շարունակվում են։